When do we want it? What do we want? Ապրիլի 24-ը Լոս Անջելեսում պաշտոնապես հայտարարվեց որպես հիշատակության օր։ Փակ էին բոլոր խանութները, գրասենյակները, ամերիկահայերի մեքենաներին ծածանվում էին հայկական դրոշներ, մարդիկ զանգահարում էին եւ միմյանց հիշեցնում բողոքի ցույցերի մասին։ What do we want? Ապրիլի 24-ին Թուրքիայի հյուպատոսարանի առջև մի քանի հազար ամերիկահայեր հավաքվեցին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ, չմոռանալով նաև Բարակ Օբամային հիշեցնել իր խոստման մասին, կոչ անելով ուղղել իր սխալը եւ ճանաչել հայերի ցեղասպանությունը։ Պահանջների մեջ ոչ մի տարբերություն չկա, պահանջները նույնն են մնացել, տարբերությունը միայն այն է, որ ժողովուրդը շատ ավելի զայրացած է այս տարի, որ ինչպես նաև անցյալ տարի եւ դրանից առաջ նախագահը դրժեց իր խոստումը եւ չճանաչեց ցեղասպանությունը, մենք այսօր եւս իրեն կոչ ենք անում, որ դեռ ուշ չէ իր խոստումը կատարելու եւ որ նա պարտավոր է ճանաչելու հայոց ցեղասպանությունը եւ իրենց անունով անվանելու։ Ամերիկահայերն իրենց խոսքում հաճախ են շեշտում, որ ամերիկյան կառավարությունից ողորմություն չեն խնդրում, այլ պարզապես ցանկանում են հիշեցնել, որ Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործության չճանաչումը նշանակում է մասնակից լինել այդ ոճրագործությանը։ Միլիոններով հայեր, որ ցեղասպանվեցան եւ ընդունվի, որ այս բանը պատահեր, այսինքն աշխարհի կեսը արդեն իմանում է։ Միայն Թուրքիան իրենց դրամով եւ իրենց պոլիտիկալ ուժերով աշխատում են Ամերիկային պնդեն, որ այսինքն այդ բանը չի կատարվում։ Իդեպ թուրքական հյուպատոսարանը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում, ամեն տարի ամերիկյան ոստիկանությունը պարտավորվում է փակել այդ փողոցները եւ փաստորեն ապահովել հայ ցուցարարների անվտանգությունը։ Մեր ժողովրդի պահանջն արդար է եւ մենք գալու ենք այստեղ եւ մեր պահանջը ներկայացնելու ենք կառավարությանը, մինչեւ որ լինի ճանաչում եւ լինի փոխհատուցում։ Նույնիսկ աշխարհը եթե գտնի իր քաղաքական հաշիվներով կամ շահերով, սակայն մենք որպես հայ ժողովրդի հրացած զավակներ միշտ պիտի պահանջենք մեր արտարությունը եւ միշտ մեր իրավունքներն համար պիտի աշխատենք։ Հուսով եմ, որ շատ շուտով մեր հայ դատը պետք է համայն աշխարհը լսի եւ մենք պետք է շահենք դատը։ Ամեն մի հայ, որ եւ ողջ հիմա թուրքերի երեսին ապտակա, որովհետեւ թե իրենց գործը չկարողացան վերջացնել եւ մենք այստեղ ենք եւ չի պիտի հետա։ Վերջին մեկ շաբաթում Կալիֆոռնիա նահանգի մի շարք հայաշատ քաղաքների իշխանությունները պաշտոնապես ցավակցել են հայերին մեծ եղեռնի կապակցությամբ, ինչպես նաև կոչ արել Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբամային ճանաչել 1915 թվականի Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի ցեղասպանությունը։